Եկակ տաղավար, տարեվերջյան եթերն է մեր և մի քանի թեմաների հետ կապված, իհարկե ձեր խոսքի վերջում կամփոփեք անցնող տարին, բայց մի քանի հարցերի հետ կապված լսենք ձեր գնահատականը։ Եվ այսպես, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան փորձել է հարձակվել Պուտինի Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա։ Ռուսաստանը կպատասխանի, 91 անօդաչու թռչող սարքեր են արձակվել և խոցվել։ Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո Ռուսաստանի կողմից պատասխան հարվածի թիրախները և ժամկետները որոշվել են, ասել է Սերգեյ Լավրովը։ Եվ սա հաջորդեց անմիջապես Զելենսկի-Թրամփ հանդիպմանը։ Զելենսկի-Թրամփ հանդիպման ժամանակ ըստ էության Թրամփը հպարտանում էր նրանով, որ ինքը կարողանում է այլևս հասնել վերջնական խաղաղության այս պատերազմում։ Եվ ինչ է ասել, Զելենսկին հայտարարել է նախ, որ խաղաղության ծրագրի 20 կետերի շուրջ 100%-անոց համաձայնության են եկել, մնացել է միայն Դոնբասի հարցը և նորից խոսել է Զելենսկին այն մասին, որ պետք է հարգել Ուկրաինայի սահմանադրությունը և իրենց տարածքային ամբողջականությունը։ Եվ իհարկե մի քանի թեմաներ կան, որ զուտ ես ամբողջության մեջ այս թեմաների։ Երեկ էլ նաև Թրամփը ասաց, որ ինքը Նետանյահուի հետ հանդիպման մինչև մամուլի ասուլիսը ինքը ասաց, որ իր համար անակնկալ էր, ինքը տեղյակ չի եղել, որ հարձակում է եղել նստավայրի ուղղությամբ Ռուսաստանի նախագահի եւ դա շատ վատ է իր գնահատմամբ։ Հավատում եք արդյոք Թրամփի այսպիսի հայտարարություններին, այս իրողությունների հետ կապված ձեր գնահատականը։ Տեսեք, ես հավատում եմ Թրամփի այդ գնահատականին, որովհետև անկեղծորեն եւ Թրամփը եւ Պուտինը ուզում են կանգնեցնել այս պատերազմը, որովհետև երկուսին էլ օբյեկտիվորեն շահավետ է, որ պատերազմը կանգնի մի շարք պատճառներով։ Նախ եւ առաջ Պուտինը բայց խնդիրը դրել է, որ այս պատերազմը պետք է կանգնի ճակատում իրականությունը հաշվի առնելով, այսինքն ըստ էության ինքը պահանջում է, որ Դոնբասը ճանաչվի միջազգային հանրության կողմից որպես Ռուսաստանից անջատված մաս եւ նույնպես նաեւ Ղրիմը։ Թրամփը հակված է ընդունել Պուտինի առաջարկները շատ պարզ պատճառով, որովհետեւ իրականությունը կայանում է նրանում, որ եթե այս պատերազմը խորանա, ապա դա կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Սա օբյեկտիվորեն ոչ մեկ չի ուզում։ Բացի այդ, Թրամփը ունի այլ խնդիրներ, ներքին կյանքի խնդիրներ։ Թրամփը գալիք տարվա մեջ մենք բոլորս գիտենք, որ կոնգրեսում լինելու են ընտրություններ, 1/3-ը ընտրվելու է, եւ այստեղ իր հակառակորդները փորձում են ռևանշ վերցնել եւ Թրամփը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ցույց տա, որ ինքը ըստ էության հաստատում է խաղաղություն եւ կարողանում է լուծել այն խնդիրները, որ կանգնած են Միացյալ Նահանգների առջեւ։ Բացի այդ, Թրամփը շատ լավ հասկանում է, որ եթե եվրոպական այսօրվա վերնախավը, որը այսպես ասած արդեն բոլորի համար պարզ է, որ դա գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, որոնք կոչվում են իբր լիբերալ գործիչներ, նկատի ունեմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Մերցին կամ Բրիտանիայի վարչապետ Ստարմերին եւ մնացածներին։ Այս մարդիկ փաստացի օբյեկտիվորեն այս մարդկանց շահավետ չի, որ այս պատերազմը կանգնի շատ ավելի ֆունդամենտալ պատճառներով, որտեղ այսօրվա լիբերալ համակարգը խորը ճգնաժամ է ապրում։ Այդ խորը ճգնաժամի պատճառը այն է, որ գլոբալիզմից օգտվեց Չինաստանն ու Հնդկաստանը, այսինքն ազատ շուկայի, ազատ կապիտալիզմի պայմաններում պարզվեց, որ Չինաստանում ինքնարժեքի աշխատուժի ինքնարժեքը աշխատավարձները մոտավորապես 2 անգամ ավելի ցածր են եւ իսկ հանգստյան պայմանները, սոցիալական պայմանները շատ ավելի վատն են, քան եվրոպական երկրներում եւ ընդհանրապես արևմուտքում եւ դրա արդյունքում Չինաստանը կարողանում է իր ապրանքները ավելի էժան վաճառելով գրավել շուկաները, որի արդյունքում եվրոպական երկրները ավելի դժվար են կարողանում իրենց ապրանքները վաճառել համաշխարհային շուկաներում, այսինքն մրցակցությունը չեն դիմանում Չինաստանի եւ այդ հետևից գալիս է արդեն Հնդկաստանը, Մալազիան, Հարավ-Արևելյան Ասիայի այլ երկրներ, այսինքն այս գլոբալիզմից փաստացի եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները տուժել են արդեն, հենց դրա պատճառով եւ ըստ էության, որպեսզի կարողանան դիմակայեն այս ամեն ինչին, իրենք արդեն ապրում են պարտքով։ Միացյալ Նահանգների պարտքը հասնում է 120%-ի իր հնայի համեմատ, Ֆրանսիային նույն 120% է, Իսպանիային 100%-ից ավել է, Իտալիային 110% է եւ այսպես շարունակ։ Գերմանիայի քիմիական արդյունաբերությունը կազմաքանդված վիճակի մեջ է, մեքենաշինությունը ըստ էության կանգնած։ Այսինքն մոտավորապես այսօր լիբերալ աշխարհը շատ նման է խորհրդային միությանը, ինչպես որ խորհրդային միությունը փլուզվեց, փլուզվում է այս աշխարհը, որովհետեւ ըստ էության
լիբերալ վերնախավները պատրաստ չեն իրենց ժողովրդին անկեղծորեն ասել իրականությունը, որ այն մոդելը, որ իրանք առաջարկել են, դրանից հիմնականում շահեց Չինաստանը, Հնդկաստանը եւ զարգացող երկրները, եւ փաստորեն իրենք պարտքով են ապրում, բայց հնարավոր չէ հավերժ պարտքով ապրել եւ պետք է այսպես ասած մեծ դեֆոլտ իրականացնել, բայց մեծ դեֆոլտ խաղաղ կյանքում հնարավոր չէ իրականացնել, որտեղ այդ ժողովուրդները ուղղակի չեն հանդուրժի եւ պատասխանատվության կենթարկեն այս էլիտային։ Դրա համար այս էլիտային պետք է պատերազմ։ Պատերազմը, ինչպես ռուսներն ասում, վայնա всё спишет։ Հիմա այս տարբերակով իրենց փոքր եւ մեծ պատերազմները փրկողակ են, որի արդյունքում իրենք պետք է կարողանան բացատրել իրենց ժողովրդին, թե ինչ է իրենց ժողովրդների կենսամակարդակները անկում ապրում։ Ուկրաինական հարթակը դա լավագույն տարբերակն էր, որտեղ բախման արդյունքում փաստացի բոլոր ժողովուրդներին Գեբելսյան քարոշյան մեքենան օգտագործելով կարող են բացատրել, թե ինչու են իրենց կենսամակարդակը վատանում, որտեղ կա ռուս-ուկրաինական պատերազմ, որտեղ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, պատրաստվել է հարձակվել իրենց վրա, եւ այդ վախի առաջ իրենք պետք է այսպես ասած հանդուրժեն իրենց կենսամակարդակի անկումը եւ այլն եւ այլն։ Սա բոլորի համար արդեն պարզ է, այսինքն այս մարտիկ փաստորեն համաշխարհային նոր պատերազմի հրահրման կողմնակից են իրենց կաշվի շահերից ելնելով, բայց սա օբյեկտիվորեն շահավետ չէ ժողովուրդներին, հատկապես այն շրջանակներին, ովքեր որ հասկանում են, որ ըստ էության այս մոդելը արդեն սպառել է իրենց եւ պետք է նոր մոդել, նոր լիբերալ կապիտալիզմի զարգացման նոր մոդել պետք է լինի, որտեղ պետք է ոչ թե գլոբալիստական, այսպես ասած, խաղիկաններ հաստատվեն, այլ փորձվի, այսպես ասած, հաշվի առնել նաեւ ազգային առանձնահատկությունները, փոքրինչ փորձեն կարողանան սահմանափակել տեղական շուկաները եւ այլն։ Այս էլիտան դրա ներկայացուցիչը Տրամփն է Միացյալ Նահանգներում հաղթեց, նույն շրջանակները կան նաև եվրոպական երկրներում, որոնք պատրաստվում են գալ իշխանության, եւ Տրամփն էլ չի թաքցնում, որ ինքը աջակցելու է այդ մարդկան, օբյեկտիվորեն կա մեծ բախում արևմուտքում այդ հին էլիտայի, առողջ էլիտայի եւ այս գլոբալիստների միջեւ։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցման կամ չկանգնեցման հարցում այդ այսպես ասած այդ էլիտաների շահերն են ներկայացնում։ Տրամփը եւ այդ շրջանակները ուզում են, որ պատերազմը կանգնեցվի, գլոբալիստները ուզում են, որ պատերազմը շարունակվի։ Սա է գլխավոր խնդիրը։ Հիմա Զելենսկին, Փաշինյանը, չգիտեմ, Սանդուն, այդ գլոբալիստների ներկայացուցիչներն են, որոնք այսպես ասած մետաստազներ տալով ամբողջ տարբեր երկրներում իրենք փորձում են իրենց դիրքերը պահել աշխարհով մեկ։ Եվ այդ իմաստով փաստացի Զելենսկին իրենց այսպես ասած մարդը լինելով օբյեկտիվորեն շահավետ չէ պատերազմը կանգնեցնել, որտեղ եթե պատերազմը կանգնի եւ զիջումներ լինեն, ապա ուկրաինացի ժողովուրդը կասի, բայց ինչի մենք այդ զիջումները չարեցինք 22 թվականին, մինչեւ պատերազմը սկսել, երբ որ Ռուսաստանը առաջարկում էր, որպեսի Մինսկի համաձայնությունների հիման վրա ավտոնոմիա տային այդ տարածքներին։ Այդ հարցի պատասխանը ոչ Զելենսկին, ոչ այդ գլոբալիստները չունեն, որտեղ իրենց գլխավոր նպատակը դա չէր։ Հասկանում եք, նույնը կարելի ասել օրինակ այսօր, տեսեք Վրաստանի այսօրվա իշխանություններին հանդեպ այդ հայտարարված պատերազմը, որ սկսվել են գլոբալիստները։ Վրաստանի իշխանությունները ուզում են, որ իրենց երկիրը դառնա Եվրոմիության անդամ, բայց դեմ են, որ այդ ճանապարհին Վրաստանը դառնա մանրադրամ Ռուսաստանի դեմ, այսինքն մերժում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որտեղ հաշվի առնելով են հանգամանքը, որ Վրաստանի աշխարհագրական դիրքը ֆունդամենտալ տարբերվում է, ասենք Շվեյցարիայի կամ Ավստրիայի, առավել եւս որ ըստ էության Եվրոմիության անդամ դառնալու տրամաբանության մեջ չպետք է լինի այլ երկրների դեմ չհայտարարված պատերազմ հայտարարելը։ Եվ բայց իրենց բացատրում են, որ գիտեք ինչ, մեր համար Եվրոմիության անդամ դառնալը Վրաստանի օրակարգում չկա, եթե դրա դիմաց որպես գին վրացիները չեն ուզում վճարել, որ իրենք պատերազմ հայտարարեն կամ պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանին, այսինքն վատթարացնեն իրենց սոցիալ-տնտեսական պայմանները։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, որ փաստացի այս ամբողջ խաբեությունը, որը ստեղծվեց այդ Եվրոմիության բյուրոկրատիայի կողմից, իդեպ ասեմ, որ Եվրոմիության ղեկավարները ոչ մի կողմից չեն ընտրվում։ Փաստացի ինչպես որ խորհրդային միության ղեկավարները դե ֆակտո չէին ընտրվում, եւ քաղբյուրոն փաստորեն ժողովուրդներից կապված չէր, նույն այսօրվա Եվրոմիության վերին շերտը պաստորեն ոչ մի կողմից չի ընտրվում, փաստացի նշանակովի կամ միջնորդարված ընտրության միջոցով են ընտրվում եւ որևէ կապ չուներ այդ ժողովուրդների հետ։ Եվ ըստ էության շատ զարմանալի չէ, որ այդ ժողովուրդները այլ բան են մտածում, իսկ այդ էլիտաները բոլորովին այլ բան։ Դրա վառապացույցը օրինակ այն էր, որ անցյալ տարվա Օլիմպիադայի ժամանակ Ֆրանսիայի, երբ որ այդ
այլասերված ներկայացումը ցույց տվեցին, փաստացի այդ ներկայացումը դատապարտեցին Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը, ձախերը դատապարտեցին, կենտրոնամետ ուժերը դատապարտեցին, աչերը դատապարտեցին, եկեղեցին դատապարտեց, այսինքն բոլորը դատապարտեցին հարց, իսկ ով էր առաջարկել Ֆրանսիային ներկայացնել այսպեսի դեմքով, այսօրվա նախագահան եւ իր նեղ շրջապատը, այդ մոտարապես այն ինչ որ հիմա Հայաստանում կա եւ Փաշինյանը իր նեղ շրջապատով իբր ներկայացնում է Հայաստանը, նույն ձևով իր նեղ շրջապատով ներկայացնում է Մերցը Գերմանիայում, Մակրոնը Ֆրանսիայում, Ստարմերը Մեծ Բրիտանիայում, սա գլոբալիստների փիլիսոփայությունն է, որը ամենացայտուն եւ ամենաբացահայտ մակարդակով ներկայացրեց Ռիչարդ Մուրը, Բրիտանիայի Mi6-ի ղեկավարը, այս տարվա հոկտեմբերի 1-ին Ստամբուլում։ Նա ինչ հայտարարեց։ Նա գրեթե բաց հայտարարեց, որ իրենք աջակցել են Կովկասում դեմոկրատական ուժերի առաջխաղացման, այսինքն դա խոսքը վերում է Հայաստանի եւ Վրաստանի ընդդիմությանը, Հայաստանի այսօրվա իշխանությանը։ Եվ ինչով էր ինքը հպարտանում։ Ինքը փաստացի բացահայտ է, թե փակագծերը բացենք, ինքը ասում էր, որ մեր գլոբալիստների նպատակը պետք է լինի բոլոր երկրներում իշխանության բերել դավաճանների, որովհետև դավաճանների միջոցով հնարավոր է ավելի հեշտ կոմպրոմիսի բերել տարբեր երկրների իրար։ Եվ ինքը հպարտանում էր նրանով, որ ինքը լինելով ծագումով իռլանդացի, իր պապը լինելով իռլանդացի եւ իռլանդական հանրապետական բանակի անդամ էր եւ պայքարում էր բրիտանական կայսրության դեմ եւ դրա համար շքանշաններ էր ստացել Իռլանդիայի կողմից։ Ինքը հպարտանում էր, որ ինքը որպես թոր կարողացել է հաղթարել այդ Ռուբիկոնը եւ անցել է մյուս կողմը եւ իռլանդական շահերը դավաճանելով ինքը փաստորեն ծառայում է բրիտանական կայսրության շահերի համար եւ ինքը ասում էր, որ այդ օրինակը պետք է լինի մյուսների համար եւ զարմանալի չէր, որ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության Մոնթե Մելքոնյանի կերպարով։ Զարմանալի չէ, որ աջակցեցին Վազգեն Սարգսյանի եղբորը Արամ Զավենի Սարգսյանին, որպեսզի կարողանան դրանով կազմաքանդեն վարքաբեկեն Վազգեն Սարգսյանի կերպարը, այսինքն ըստ էության կերպարից վերցնել մարդու 170 արժեքների տարբերությամբ առաջարկում են եւ դրանով իրենք փչացնում եւ կազմաքանդում են այն արժեքները իրական, որոնք այդ ժողովուրդները տիրապանում են։ Տեսեք, օրինակ Հրեա Զելենսկին բերեցին իշխանության Ուկրաինայում կամ ծագումով հայ Սաակաշվիլին եւ Վարո Մերաբիշվիլին բերեցին Վրաստան։ Իհարկե հրեա ժողովուրդը եւ հայ ժողովուրդը մեղք չունեն դրա մեջ, որ Զելենսկին եւ Սաակաշվիլին կապ չունեն իրենց երկրների շահերի հետ, բայց այդ մարդկանց մոդելը կամ իռլանդական ծագումով Բայդենը ինչ կապ ուներ Միացյալ Նահանգների շահերի, երբ որ ինքը գլոբալիստների շահեր ներկայացնում, կամ նույնիսկ այս Մերցը Գերմանիայի կանցլերը կամ նախկին արտգործնախարար Բերբոկը, որոնք չեն էլ թաքցնում, որ ասում են թե մեր համար Ուկրաինայի շահերն ավելի բարձր են, քան գերմանական մեր ընտրողների շահերը։ Սա վառ ցուցադրում է, թե ինչ է իրանից ներկայացնում գլոբալիզմը։ Մենք մի անգամ ապրել ենք դա կոմունիստական գլոբալիզմի ժամանակ, երբ որ կոմունիստները, բոլշևիկները, որ եկան 20-ական թվականներին իշխանության, իրանք ասում են, որ հանուն մեծ սոցիալիստական հեղափոխության համաշխարհային մենք կարող ենք զոհաբերել հայ ժողովրդի շահերը։ Նույնը այսօր այդ գլոբալիստներն են առաջարկում, ասում են հանուն մեծ գլոբալիստական աշխարհի պետք է զոհաբերեն որոշ ազգերի շահերը։ Այդպես զոհաբերվեց նաև Արցախի շահերը եւ պատրաստվում են զոհաբերվել նաև Հայաստանի շահերը։ Տեսեք, ի վերջո մենք շատ ենք ասում, թե ինչպես ստացվեց, դա առանձին մի վերլուծության խնդիր պետք է լինի, թե ինչպես ստացվեց, որ մենք կորցրեցինք Արցախը։ Դա շատ երկար եւ շատ ֆունդամենտալ, այսպես ասած, վերլուծության խնդիր է, որ կարճ, չգիտեմ, 10-15 րոպեում հնարավոր չի անել, բայց եթե հնարավոր լինի, մենք առանձին մեկ անգամ շատ ավելի ֆունդամենտալ ուսումնասիրենք, բայց ակնհայտ է մեկ բան, որ ըստ էության Արցախը զոհաբերեցին, կանխմտածված, հետևողականորեն, որպեսզի հարված հասցնեն Ռուսաստանի շահին, իրանք հետաքրքիր չէ իրենց ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը։ Պարզապես Արցախը զոհաբերելով, Արցախից հայաթափելով, նրանք ամեն ինչ արեցին, որ ռուսական զորքը դուրս բերվի այնտեղից, եւ ըստ էության դրանք նպատակ էին դրել հարվածել Ռուսաստանին։ Կոնկրետ Արցախի հայաթափման մեջ ըստ էության 3 պատասխանատու կա։ Դա այսօրվա Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, այն ժամանակվա Եվրոմիության ներկայացուցիչ Շարլ Միշելը եւ Նիկոլ Փաշինյանը։ Այս 3-ը փաստացի պատասխանատու են եւ հետեւողական եւ սկզբունքորեն ամեն ինչ արեցին, որ Արցախը հայաթափվի, որպեսզի իրենք լուծեն իրենց խնդիրը։ Ինչի Փաշինյանը համաձայնվեց, շատ պարզ, որտեղ 22 թվականին, երբ որ բռնկվեց ուկրաինական ճգնաժամը, Եվրոմիության ներկայացուցիչները ուղղակի
Փաստի առաջ կանասին ասին կամ Փաշինյան դու պետք է կողմնորոշվես, կամ մեր կողմն ես, կամ Ռուսաստանի կողմն ես։ Եթե մինչև պատերազմը ըստ էության Փաշինյանը փորձում էր բալանսավորել քաղաքականությունը, երբ որ ինքը եկավ իշխանության, ապա 22 թվականին վերջնականապես ինքը կողմնորոշվեց դեպի հակառուսական դաշինք եւ դրա համար արդեն որպես կոմպրոմիս պետք էր որ ինքը զոհաբերեր Արցախը։ Սկզբում 2022 թվականին հայտարարեց, որ պետք է խափեց, ասես որ պետք է իջացնենք Արցախի կարգավիճակը, դա ձև էր հայաթափման, ხო չէր ասել որ մենք հիմա պատրաստվում ենք հայերին հանել Արցախից, ոչ։ Ինքը փաստացի այդ քայլով ֆունդամենտալ ջախջախեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որում Արցախի կարգավիճակը պետք է անորոշ մնար։ 2022 թվականի գարնան ինքը դրա մասին հայտարարեց եւ հոկտեմբերի 6-ին Պրահայում հաստատեց այդ, որի արդյունքում արդեն Արցախի կարգավիճակը ֆունդամենտալ փոխվեց եւ լեգիտիմ հիմք տվեց, որպեսզի Ադրբեջանը սպեցօպերացիա իրականացնի Արցախի զինված ուժերի դեմ եւ որի արդյունքում Արցախի հայերը դուրս եկան։ Հիմա մոտավորապես նույն բանը պատրաստվում է Հայաստանի հետ։ Սա լինել չլինելու խնդիրը մեր ժողովրդի համար։ Նույնիսկ մենք պետք է հասկանանք, որ դրանք սաղ մեծ համաշխարհային մաֆիա է, այդ մաֆիան քաղցկեղի նման մետաստազներ է տվել ամբողջ աշխարհում եւ իրանք իրար աջակցում են եւ ես համոզված եմ գալու է մի ժամանակ, որ Նյուրնբերգյան դատավարություն է լինելու, որ այդ մարտիկ պետք է կանգնեն դատարանի առաջ։ Եվ դրանց համար մահացու վտանգ է ներկայացնում եւ Պուտինը, եւ Տրամպը, եւ այն ազգային դեմոկրատական ուժերը, որոնք արդեն արտանում են եվրոպական երկրներում եւ պատրաստվում են գալ իշխանության։ Ռուսաստանի պատասխանը Տեսեք, Ռուսաստանի պատասխանը հետեւել է հաշվարկելով այն հանգամանքը, որ տեսեք, բոլորի համար պարզ էր, որ այդ հարձակումը Պուտինի ռեզիդենցիայի վրա մի նպատակ ուներ։ Ամեն ինչ անել, որպեսզի հանգարց բանակցային գործընթացում չհաստատվի խաղաղություն։ Նույն բանը եղավ 22 թվականին, երբ որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ամեն ինչ արեց, որ հանգարց խաղաղությունը Ստամբուլում չհաստատվի Ռուսաստանի եւ ուկրաինական պատվիրակության միջեւ։ Նույնը կատարվում է այսօր։ Ես կասկած չունեմ, որ եթե ոչ Զելենսկին, ապա Զելենսկիի շրջապատում կան մարդիկ, օրինակ այդ Բուդանովը, որը ըստ էության ուղղակիորեն իրենց համար մահացու վտանգ կլինի, եթե հանգարց հաստատվի խաղաղություն, որովհետև իրենք հասկանում են, որ իշխանությունը կարող են կորցնել եւ կարող են կանգնել պատասխանատվության առջեւ։ Եվ իրանք ամեն ինչ անում են, որ այդ պատերազմը շարունակվի, եւ այդ հարձակումը դրա էլեմենտներից մեկն է։ Հասկանալի պատճառներով Ռուսաստանը չի կարող չպատասխանել, որովհետև եթե չպատասխանի կիչնի Պուտինի վարկանիշը բուն Ռուսաստանում եւ դրա համար Ռուսաստանը պետք է պատասխանի, իսկ դա նշանակում է, որ այդ պատերազմը շարունակվելու է։ Դա արդեն եւս մեկ մեսիջ է արդեն Տրամպին, որ Տրամպը պլան B-ն պետք է կյանքի կոչի, պլան B-ն ենթադրում է, որ ըստ էության այն կոռուպցիոն սկանդալը, որը բացվեց Ուկրաինայում, պետք է հասցվի տրամաբանական իր վերջնակետին եւ բոլորի համար արդեն բացվեն այն, այսպես ասած, բացահայտումները, որտեղ պարզ երևում է, որ գլխավոր պարագլուխը մաֆիայի, որը գողացել է ամերիկյան ընտրողների մոտ 350 միլիարդ դոլարը եւ եվրոպական ընտրողների ավելի քան 200 միլիարդ եվրոն, դա այն մաֆիան է, որի պարագլուխը հենց Զելենսկին է։ Իդեպ ասեմ, որ նախկին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որդին Խանտեր Բայդենը վերջերս հարցազրույց տվեց եւ անկեղծորեն խոստովանեց, որ այո, ինքը շոկի մեջ է, թե ինչ մակարդակի թալան է տիրում Ուկրաինայում եւ ինքը, այսպես ասած, խոստովանեց, որ ակամայից ինքն էլ է մխրճվել դրա մեջ, տարեկան $1 միլիոն էր ստանում, բայց ինքը չէր ուզենա դրա մեջ մտնել, պարզապես իրեն խաբեցին Օբամայի եւ Կլինտոնի կողմնակիցները եւ ինքը ստիպված մտավ այդ ամիսը։ Սա ուղղակի որպես ինֆորմացիա եմ ասում, որ մարդիկ տեսնեն, թե ինչ աստիճանի սրիկաներ եւ խաբեբաներ եւ շահամոլ հանցագործներ այդ շրջանակները, որոնք աշխարհով մեկ ժողովուրդներին տանում են կոտորածների են տանում, բայց ձևակերպում են խաղաղության լիբերալ արժեքների քողի տակ։ Թրամփ Նեթանյահու ասուլիսի ժամանակ չէ, մինչև դրան գալը, նաև Զելենսկին Թրամփի հետ ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, որ ըստ էության 20 կետերի շուրջ համաձայնագրի իրենք 100%-անոց համաձայնության են եկել, իհարկե այնտեղ Դոնբասի հարցն է մնում, այս մասով նորից Զելենսկին շեշտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է կարևորել սահմանադրությունը։ Ամեն դեպքում այս հարձակումից հետո բանակցություններում փոփոխություններ կլինեն, թե ոչ։ Գիտեք, ես կարծում եմ, որ Զելենսկին ի սկզբանե դեմ էր, որ բանակցություններով լուծվեր այս խնդիրը, շատ հասկանալի այստեղ արդեն գնում է բառախաղ։
այսինքն որպեսզի Զելենսկին չընկալվի իր ժողովրդի կողմից պատերազմի կողմնակից, իրենք էլ են իբրտեղ խաղաղության ծրագրով հանդես գալիս, գիտեք ինչ, խաղաղությունը այսպես այս դա խաղի կանոն է, որ բոլորը պետք է հանդես գան խաղաղության ծրագրով, բայց իրականում այսպես ասած տանեն պատերազմի։ Սա խաղի ձև է, 21-րդ դարում ոչ մեկ չի ասի, որ ես կուզում եմ պատերազմ անեմ, բայց իրականությունը կայանում է նրանում, որ փաստացի կարելի ասել, որ Ռուսաստանը 22 թվականին առաջարկեց որոշակի պայմաններ, որ Ուկրաինան մնա նեյտրալ կարգավիճակով, ավտոնոմիա տար իր ռուսալեզու բնակիչներին, Ուկրաինան եւ եվրոպացիները մերժեցին այդ ծրագիրը, այն ժամանակ նաեւ Բայդենը Միացյալ Նահանգների կողմից մերժեց այդ ծրագիրը, որի արդյունքում Ռուսաստանը ըստ էության մտավ պատերազմի մեջ, որի արդյունքում ինքը արդեն հաջողություն է արձանագրում եւ ինքը ասում է, քանի որ դուք ինձ բծրել եք պատերազմի մեջ հաջողություն եմ արձանագրում, եւ պետք է հաջողությունը արդեն կապիտալիզացնեմ քաղաքական դաշտում, այսինքն եթե դուք մերժել եք ռուսալեզու բնակիչներին տալ ավտոնոմիա, ուրեմն այդ մարդիկ ինքնորոշվում են եւ ուզում են միանալ Ռուսաստանին, որը հասկանալի է, որտեղ մենք տեսել ենք այդ նույն process-ը Ղարաբաղյան մեր խնդրի վերաբերյալ եւ այդ իմաստով Տրամպը որպես ողջամիտ մարդ հասկանում է Պուտինի եւ Ռուսաստանի տրամաբանությունը եւ ինքը հասկանում է որ պատերազմի կանգնեցնելու միակ տարբերակը հենց դա է, պետք է այդ կոմպրոմիսը լինի։ Ավելին կարող եմ ասել, որ Տրամպը ուզում է որ այդ կոմպրոմիսով փրկի Ուկրաինայի այն մասը, որը հնարավոր է դեռ փրկել, բայց այդ ուկրաինացիները այսօրվա էլիտան մերժում է, ինքը ըստ էության վատություն անում սեփական ժողովրդի համար, որտեղ դրա արդյունքում Ուկրաինան շատ ավելի մեծ կորուստներ է ունենալու, թե մարդկային իմաստով եւ տարածքային իմաստով։ Գանք Նատանյահու Թրամփ ասուրիսին եւ այնտեղից Թրամփի հիշեցրած հայտարարությանը Իրանը հնարավոր է իրեն լավ չի պահում, դա հաստատված չէ, բայց եթե հաստատվի նրանք գիտեն հետևանքները եւ հետևանքները կլինեն շատ լուրջ, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ։ Սա Թրամփի հայտարարությունն է, որին հաջորդեց Խամենեիի խորհրդականի զգուշացումը Իրանի կոշտ պատասխանի մասին հավանական ագրեսիայի դեպքում։ Ես կխնդրեմ այս մասով ասեք ինչ զարգացումներ հնարավոր է լինեն եւ բնականաբար Իրանը մեր բնական հարևան դաշնակիցն է, դա որքանով կազդի տարածաշրջանի եւ մեր վրա։ Տեսեք, ես չեմ կարծում, որ կոնկրետ Իրանի շուրջ ավելի լուրջ ինչ-որ զարգացումներ ընթանան, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ փաստացի Գազայի այդ խաղաղության ծրագրի շրջանակներում այսպես ասած խաղապահ ուժեր պետք է լինեն եւ Թուրքիան ուզում է որ իր ձեռքերը ուղարկի Գազա, Նատանյահուն կտրուկ դեմ է դրան եւ նշում է որ փաստացի ինքը մերժում է այդ տարբերակը եւ ըստ էության հիմնական զրույցի հիմնական խնդիրը կայացել է այդ թուրքական զորքերի այսպես տեղակայման հետ կապված, որտեղ Նատանյահուն կտրականապես մերժում է դա եւ արևմտյան ափի Հորդանան գետի արևմտյան ափի հետ կապված խնդիրն է, որտեղ Տրամպը պահանջել է, որպեսզի Նատանյահունին իր ամբիցիաները զսպի եւ ըստ էության ավելորդ պահանջներ չներկայացնի։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա դա այսպես ասած ոնց որ երկրորդական դեր է կատարել, որտեղ ֆորմալ հայտարարություններ են, որտեղ բոլորն էլ հասկանում են, որ Իրանի շուրջ լուրջ մակարդակի զարգացումներ առնվազն գոնե մոտ ժամանակներից չի լինելու։ Դա ուղղակի զգուշացումներ Այո։ Այո։ Շատ լավ։ Հիմա գանք մեր իրականություն։ Ես կուզեմ Արաբ Միրզոյանի հայտարարություններին անդրադառնալ, որ ըստ էության ինքը այլևս պնդում է, որ պետք է վավերացվի այդ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրությունը եղել է։ Իհարկե նաև խոսում է այն մասին, որ ըստ էության ադրբեջանական կողմը ունի խոսույթը, որը իբր իրենց կողմից ընդունելի չէ, բայց մենք իրենց քայլերից հետևելով տեսնում ենք, որ իրենք գնում են այդ ամեն ինչին։ Էլ արևմտյան Ադրբեջանը խոսույթի, էլ որ ադրբեջանցիներ են գալու Հայաստան լծվեն, եւ այս իրականության մեջ արդյոք բացվում է փակագծերը եւ ակնհայտ եղնում է, որ իրենք իրենց չայտարարող խաղաղության նախաստորագրած համաձայնագրով իրական փակուղում են հայտնվել եւ արժեվում շատ աղետալի զարգացում։ Մանրամ, տեսեք, ես ավելի པարզ ձևակերպեմ, որպեսզի մեր հասարակությունը շատ լավ հասկանա ինչի մասն է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության այլևս ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի արտաքին եւ ներքին քաղաքականություն չունի։ Ինքը ունի իր կաշին փրկելու քաղաքականություն։ Ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը պրավալ է ամեն ինչը, ինքը պրավալ է ռուսական ուղղությունը, պրավալ է եվրոպական ուղղությունը։ Ինքը շատ լավ հասկանում է, որ ըստ էության այն տենդենսը, որ կա եւ արևմտյան Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում իր դեմ է դուրս գալիս։ Ըստ էության ինքը արդեն Հայաստանին զրկել է պոտենցիալ բոլոր դաշնակիցներից եւ հաշվանդնելով այդ հանգամանքը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար պատմական շանս է բացել, որ Հայաստանը ըստ էության վերացնեն ինչպես որ վերացրեցին Արցախը։
Ինքը շատ լավ հասկանում է, որ օբյեկտիվորեն ինքը այլ տարբերակ չունի, ինքը ցանկացած պարագայում կարող է թռնել։ Ինքը հաշվանդելով այդ իրավիճակը, ինքը աղաչում է Թուրքիային եւ Ադրբեջանին, որպեսզի նրանք այս ընտրությունների ժամանակ իրեն կարողանան աջակցել։ Նրանք էլ տեսնում են աղետալի վիճակը, թե ինչ աղետալի վիճակում է հայտնվել Փաշինյանը, պայմաններ են դնում, ասում են պետք է դու Մինսկի խումբը լուծարման կողմ լինես։ Ինքը պաշտոնապես կողմ եղավ եւ Մինսկի խումբը լուծարվեց այս տարի։ Այսինքն քաղաքական մակարդակով Ղարաբաղի հարցը փակեց Նիկոլ Փաշինյանը վերջնականապես։ Նոյեմբերի 9-ի համաձայնագիրն էլ փակեց, Մինսկի խումբն էլ փակեց վերջնականապես։ Իրենք ասում են, որ դու պետք է փոխես համանդությունը։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը պատրաստ է բավարարել Ադրբեջանի պայմանը եւ փոխել այդ համանդությունը։ Իրեն ասում են, որ դու պետք է ըստ էության փոխես նաեւ ամբողջ փիլիսոփայությունը Հայաստանի, հիմնես 4-րդ հանրապետություն, որը պետք է նախա արևմտյան Ադրբեջանի ստեղծման առաջի փուլը լինի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այո, ինքը հիմնելու է 4-րդ հանրապետություն եւ մերժելու է այն հանրապետությունը, որը հիմնվել էր 91 թվականին, այդ փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունը։ Ձևակերպները մի կողմ թողնենք։ Իրեն ասում են, որ որպեսի մենք կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է դու համաձայնվես, որ հայ առաքելական եկեղեցին վերանա կամ փոխվի այն կառուցվածքը այնպես փոխվի, որ ինքը չդառնա էքստերիտորիալ կառույց։ Ինքը ասեց այո։ Այս տարվա մայիսից սկսեց հետևողական պատերազմ եկեղեցու դեմ, բայց այդ պատերազմում Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց հասնել հաջողության, ես կարող եմ փակագծերը բացեմ, թե ինչու։ Շարունակեմ այդ։ Վերջապես իրեն ասում են, որ դու պետք է համաձայնվես, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Ինչ նպատակ են հետապնդում դրանով։ Ես ուղղակի փակագծերը բացեմ, որտեղ անկեղծորեն թուրքական եւ ադրբեջանական փորձագիտական շրջանակները արդեն իրենց փակագծերը բացում են, թե ինչ հետևանքներ են լինելու, եթե ադրբեջանցիները գան Հայաստան։ Ասում են առաջի քայլը այն է, որ ադրբեջանցիների մի խումբ պետք է գա Հայաստան նախկին իրենց գյուղերը, երկրորդ փուլում պետք է արդեն ադրբեջանցիները պետք է գան Սևանի ափը եւ Զանգեզուրը, որպեսզի կարողանան այդ ադրբեջանական բնակչությունը արդեն մնալով այնտեղ լեգիտիմ հիմք տա, որպեսզի վաղը մինչև Թուրքիան ասի, քանի որ այնտեղ կարող են խախտվել մարդու իրանքները, ես պետք է զորք մտցնեմ արդեն Հայաստանի այդ տարածքները, որտեղ ապրում են ադրբեջանցիները։ Եվ վերջապես երրորդ փուլում պետք է հայտարարեն, որ քանի որ ադրբեջանցիների քանակը արդեն շատ են, ադրբեջանցիները պետք է արդեն պարլամենտում տեղ ունենան, ինչպես որ ունեն, ասենք, օրինակ Վրաստանում կամ չգիտեմ, թուրքական բանում, ասենք, Բուլղարիայում։ Հետո արդեն 4-րդ փուլում պետք է Հայաստանը դառնա հայ-ադրբեջանական պետություն, ոչ թե հայկական պետություն, որովհետև ըստ էության ադրբեջանցիները ունեն պատմականի, ինչպես որ Կիպրոսը, չէ՞, Կիպրոսում էլ 10% էր թուրքերը, հետո Թուրքիան մտավ եւ 40% արդեն օկուպացրել է։ Վերջապես 5-րդ փուլում արդեն Ադրբեջանը պետք է ասի այս տարածքը կապ չունի հայ ժողովրդի հետ, Հայաստանը ըստ էության արեստական, ռուսական իմպերիան ստեղծել է այստեղ արեստական Հայաստան, ադրբեջանական հողերի վրա դուք արդեն այստեղից պետք է հեռանաք։ Այս 5 փուլերը արդեն մշակված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, իրենց փորձագետները արդեն ներկայացնել են այդ ամեն ինչը, եւ հիմա ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դա այն իդեալական գործիչն է, որի միջոցով պետք է կյանքի կոչենք սա։ Բնականաբար սկզբնական փուլում Նիկոլ Փաշինյանը խոմ չի ասելու արդեն 5 փուլերի մասին, ինքը առաջի փուլի մասին է դեռ խոսում։ Ավելին կարող եմ ասեմ, ինքը արդեն Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարել է, որ ինքը կողմ է, որ ադրբեջանցիները գան Հայաստան, պայմանով, որ միայն թե այդ խաղաղության պայմանագիրն տան, որ ինքը կարողանա վերընտրվի։ Այսօրվա դրությամբ այդ անձնավորության միակ նպատակը իր կաշին փրկելն է, որտեղ ինքը գիտի, որ ինչ է արել հայ ժողովրդի եւ Հայաստանի գլխին եւ Արցախի գլխին, ինքը հասկանում է, որ եթե ընտրություններով ինքը պարտվի, ապա իրեն կարող են պատասխանատվության ենթարկեն, ինչպես որ ենթարկում են Սաակաշվիլին։ Դրա համար ինքը աղաչում է Թուրքիային, Ադրբեջանին, աղաչում է Եվրոմիության այսօրվա հանցագործ էլիտային, որպես իրեն աջակցեն, իրանք էլ աջակցում են, որտեղ ասում են դու պետք է պայքարես Ռուսաստանի դեմ, ինքն էլ ասում է կպայքարեմ Ռուսաստանի դեմ, բայց որպեսի հանգած Ռուսաստանը իրեն չպատժի, վազում է գնում է Մոսկվա, ասում է, որ ես պատրաստ եմ, որ բազան կմնա, մենք տնտեսական հարաբերությունները կպահպանենք, մենակ թե դու ինձ հանգարց իմ դեմ հիբրիդային պատերազմ մի արա։ Վազում է գնում է Տրամփի մոտ, ասում է, ես պատրաստ եմ ամեն ինչ տամ ձեզ, մենակ թե դուք ինձ աջակցեք։ Այսինքն այս մարդը արդեն չունի արտաքին քաղաքականություն։ Կա Արարատ Միրզոյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար չէ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շահերը ներկայացնող արտաքին գործերի նախարարն է։ Եվ այդպես բոլոր կառույցները Հայաստանի այսօր սպասարկում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շահերը։
Դա բոլոր կառույցները, սկսած տնտեսականից վերջացած անվտանգային, իբր թե անվտանգային եւ այլն։ Եվ այստեղ խոսել այս մարդու արտաքին կամ ներքին քաղաքականության մասին, պետք է դուք հասկանաք, թե այս մարդու անձնական շահերը ինչ է, որտեղ այս մարդու մեջ կա անաստական վախ իշխանությունը կորցնելու առաջ, անաստական վախ, այս մարդիկ գիշերը քնում են, առավոտը զարթնում են, վախերի մեջ են ապրում։ Դրա համար ես այն կարծիքին եմ եւ մեր քաղաքական վերնախավները պետք է համոզենք, որ մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մեր դրսի գործընկերները պետք է պայմանավորենք, որ այս հանցագործ բանդային գոնե մի մասին տանք հումանիտար միջանցք, որպեսզի իրենք վռնդվեն Հայաստանից, որպեսզի ավելի մեծ վնասներ չտան Հայաստանին, հակառակ դեպքում այս մարդիկ իրենց կաշին փրկելու համար պատրաստ են մինչև վերջ ոչնչացնել Հայաստանը։ Իրենք ամեն ամիս նոր վտանգներ են բերում հայ ժողովրդին, ամեն ամիս նոր վտանգներ են բերում, ինք տեսեք 22, 23, 24, 25 դուք չկա մի տարի, որտեղ ինքը մի հատ նոր վտանգ չբացի։ Սա է ամբողջ խնդիրը։ Տեսեք, այո, անաստական վախեր ուզը այդ մարդը անաստական վախերի մեջ է, ինքը պարզապես ինքը փորձում է հասարակության տարբեր շերտերի մոտ սվոյ ընկալվի։ Ինքը ռաբի զանգվածի մոտ ավվում սվոյ ընկալվի, ինքը ուզում է հեծանիվ քշող դառնա, ինքը ուզում է, ասենք, բանի, պես ասած, ժամանակից ինչ-որ բանի զուռնադհոլ խփի, ինքը վաղը կարող է ֆուտբոլ ուզենա խաղա, այդ մարդը ինքը իր ինստինկտը, իր վախերը, որպեսզի թաքցնի, ինքը փորձում է տարբեր շերտերից ինչ-որ երկխոսության մեջ մտնի, արդեն ոչ թե որտեղ քաղաքական ինքը սննկացած, ինքը բանկրոտ քաղաքական գործիչ է, ինքը որպես մարդ է բանկրոտ արդեն։ Իրա մնացել է մենակ ապա քաղաքական այն զանգվածների վրա աշխատել, որոնք քաղաքականությունից ոչինչ բան չեն հասկանում։ Պարզապես արտաքին տեսքին են նայում, տեսնում են, թե այս մարդը հեծանի վակշում, ֆուտբոլ է խաղում կամ չգիտեմ, թռչկոտում է կամ չգիտեմ, պարում է, ինքը էդ է, ուրիշ բան չի մնացել իրա։ Ես կուզեմ նաև այս չենք միացնի իհարկե, Սույն անձը, խնդրում եմ քաղաքի պատկերը տեսնել, Գարնիում էր դիրեկտորը Նիկոլ Փաշինյանը, դու են ասում, ինչ են ասում, համացանցում եղավ տեղեկություններ, հետո նաև կար տեղեկություն, որ գլխավոր դատախազի քերին է ոնց որ ինքը թե ոչ, չգիտեմ դա հաստատվել է թե ոչ, ինչ էր խոսում, վերաբար Հայրապետի քարով տան գլխի, սա դաստար այսպիսի հայտարարություններ, ես կխնդրեմ այս բնորոշումը տակ ինչ են իրենցից ներկայացնում եւ նորից հիշեք, հա, ընդդիմադիրները մի թթու խոսքեր անգամ չեն ասում, ասենք, չգիտեմ, Սանդր Կարապետյանը ինչ է ասել, ոչինչ չի ասել, արդեն կես տարուց ավել է, բանտարկված է, նորից եմ կրկնում, Ժողովուրդ ջան, ես տեսեք, ես ուզում եմ, որ նորից վերադառնանք, այլևս Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը, այլևս Նիկոլ Փաշինյանը կապ չունի Հայաստանի շահերի հետ, այս մարդու համար ըստ էության բոլոր այն մարդիկ, ովքեր որ սպառնում են իրենց անվտանգությունը, դառնում են վտանգավոր հանցագործներ։ Ինքը մասսայական ռեպրեսիաների է ենթարկում հոգևորականներին, օլիգարխ մեծահարուստներին, ասենք այս վերջերս էլ ձերբակալության եւ վախի մթնոլորտ են փորձում անել հայինիք կուսակցության անդամների նկատմամբ, իդեպ ես որպես Մայր Հայաստանի ներկայացուցիչ դատապարտում եմ այս քայլերը քաղաքական ուժերի նկատմամբ եւ հոգեվորականների նկատմամբ, բայց ես կարծում եմ, որ այս ամենը ավարտվելու է գալիք տարվա հունիս ամսին եւ հունիս ամսից հետո ամեն ինչ իր բնական տեղն է հանդիպելու։ Եվ այն մարդիկ, ովքեր որ անկեղծորեն մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ է եւ իրենց լկտի են պահում, այդ մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու ամբողջական օրենքի առաջ եւ ոչ մեկ չի խուսափելու պատասխանատվությունից, դա միանշանակ եմ ասում, որովհետև սա ոչ միայն շարքային հանցագործներ են դրանք դառնում արդեն, այլ դրանք արդեն աշխարհաքաղաքական բնույթի հանցագործներ են, պետությանը վնաս տվող հանցագործներ են, որոնց պատիժը շատ ավելի խիստ է լինելու։ Մինչև հունիս ամիս կարող են հանգիստ պտտվել, հունիս ամսից հետո իրանք դժոխքի մեջ են հայտնվելու։ Մենք համոզված եմ կարող եմ ասեմ, որ այդ մարդիկ որևէ ապագա չունեն Հայաստանում հանգիստ ապրելու, որովհետև իրենք պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ամենախստագույն կանոնների համաձայն։ Մենք այսպես հեռանկարեցինք մեր եթերը, որ տոտալ ձախողվեց եւ պարտվեց վերապահել դեմ պատերազմը այս իշխանությունը, հիմա կարող եք բացատրել։ Այո, տեսեք, շատ կարևոր դետալ, տեսեք, մեր ժողովուրդը փորձեց 20 թվականից հետո ազատվել այս
իշխանությունից 20 թվականի շարժման ժամանակ, 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, 22 թվականի դիմադրության շարժման ժամանակ, 24 թվականի սրբազանի շարժման ժամանակ եւ այսպես շարունակ, բայց ոչ այդ բոլոր շարժումները հաջողության չեկան։ Ինչու՞։ Շատ պարզ, որովհետեւ բոլոր շարժումների մեջ, ինչքան էլ որ ես պետք է խոստովանեմ, այնուամենայնիվ կար, այսպես ասած, անձնակենտրոնության, քաղաքական շահի ամեն մեկը փորձում էր իր անձնական շահը դոմինանտային սարքեր։ Եկեղեցին այն եզակի հարթակն էր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը առանց մի կողմ թողնելու բոլորը կոնսոլիդացվեցին եկեղեցին պաշտպանելու շուրջ։ Ինչու՞։ Երկու պատճառ կար։ Զուտ քաղաքական տեսակետից, որտեղ եկեղեցին քաղաքական կուսակցություն չէր եւ եկեղեցին խանդի տեսարան չէր ներկայացնում, այսինքն ինքը հայտ չէր ներկայացնում իշխանության վերցնելու համար եւ դրա համար եկեղեցին այն ինստիտուտներ, որի շուրջ բոլոր քաղաքական ուժերը անկեղծորեն համախմբվեցին, եւ երկրորդը եկեղեցին դա հայ ժողովրդի ինքնության հետ կապված ասոցիացված կառույց էր եւ բոլորը հասկանում էին, որ եթե մենք այնտեղ մենք պարտվենք եկեղեցի շուրջ, մենք կպարտվենք նաեւ Հայաստանում։ Այսինքն սա կոնսոլիդացրեց բոլորին։ Այսինքն դա ցույց տվեց, որ եթե քաղաքական ուժերը իսկապես կարողանան կոնսոլիդացվել մեկ բռունց դառնալ, այս իշխանությունը որևէ շանս չունի վերարտադրվելու։ Նույնը կատարվեց Վրաստանում, մեր հարևան Վրաստանը, դա այն վառ օրինակներից է, որ պետք է մենք սովորենք, ամոթ չի ասել, որ մենք իրենցից հետ ենք մնացել անգամներով։ Մենք պետք է սովորենք ինչպես պետություն կառուցել, սովորենք ինչպես տնտեսական զարգացում ապահովել, սովորենք ինչպես սոցիալական համակարգ ձևավորել։ Նախկինում 90-ական, 2000-ական թվականին իրենք են մեզանից սովորում, իրենք են մեզ հետ մնացել, բայց հանգամանքների բերումով ցավոք սրտի իրենք հիմա ավելի առաջ են քան մենք։ 2012 թվականին իրենք ամբողջ իրենց քաղաքական վերնախավը գիտակցեց, որ պետք է բոլոր քաղաքական շահերը համադրել իրար, ձևավորել մեկ միասնական քաղաքական շահ եւ արդյունքում իրենց Նիկոլ Փաշինյանը, այսինքն Սաակաշվիլին արդեն շանս չունենա եւ այդպես էլ կատարվեց եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սաակաշվիլին պարտվեց։ Հիմա նույնը Հայաստանում այս վիճակի մեջ է, այսինքն մենք բոլորս պետք է կարողանանք համադրել բոլոր փոքր եւ մեծ քաղաքական ուժերի շահերը եւ այդ շահերը համադրելով ձևավորենք մեկ միասնական շահ։ Շատ գործիչներ կան, որ չեն գիտակցում դա, բայց դա իրենց գործն է, դա իրենց, այսպես ասած, պատմական դերն է, որը ամոթալի դեր է, բայց դա նույնպես եմ կրկնում, դա մեզ պետք է չհետաքրքրի։ Մենք պետք է կարողանանք այն մարդիկ, ովքեր որ գիտակցում են այդ խնդիրը, պետք է կարողանանք դժվար ճանապարհով գնանք, մարդկանց հետ զրուցենք, քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների հետ, իրենց ամբիցիաները փորձենք իջեցնենք, բայց հասկացնենք իրենց տրամաբանական շահը, որպեսզի մենք բոլորին կարողանանք իմի բերելով ձևավորենք մեկ միասնական շահ, այդ մեկ միասնական շահով ձևավորենք մեկ ուժեղ քաղաքական բռունցք։ Դա է միակ ճանապարհը, որը մեզ կհանգեցնի հաղթանակի գալիք խորհրդարանական ընտրություններում։ Եկեղեցու այս պատմությունը դրա վառ ապացույցն է։ Եկեղեցին դա ցույց տվեց, որ մենք բոլորս որ կոնսոլիդացվում ենք իրար հետ, եթե մենք նույն ձևի կոնսոլիդացվենք արդեն քաղաքական պայքարում, միանշանակ մենք կհասնենք հաջողության։ Ես նույնպես եմ կրկնում, դա ցույց է տալիս նաև Հայաստանի փորձը, դա Վրաստանի փորձը, բոլորի Ղարաբաղյան շարժման ժամանակ էլ նույն փորձը ցույց տվեց, որ միայն եւ միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել հաջողության։ Պարակտված կամ էգոցենտրիկ պատկերացումներով քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները ոչ մի շանս չունեն հասնել քաղաքական։ Իրենք կարող են ինչ-որ մի քանի կտոր վերցնեն, ինչ-որ մի քանի պատգամավորական աթոռ գրավեն, բայց այդ մարդիկ պատմական իմաստով բան են անհետաքրքիր մարդիկ են լինելու, որոնք այս պայմաններում նույնիսկ վատ իմիջ են ձեռք բերելու, որովհետև մարդիկ հասարակությունը ժողովուրդը տեսնելու է, թե ով է իրականում եւ ինչ պատճառով է, որ այս իշխանությունը կարողացել է 7 տարի դիմանալ։ Սա մեր ժողովրդի եւ մեր այսօրվա քաղաքական դաշտի մեծագույն խայտարակությունն է։ Նույն Վրաստանում Գամսախուրդյան, որ եկավ իշխանության, պոպուլիստ էր, ընդամենը 6 ամիս կարողացավ մնալ իշխանության մեջ, իսկ Էլչիբեը, որ ադրբեջանական Փաշինյանն էր 90-ական թվականին, որ եկավ իշխանության, պատերազմի պարտության արդյունքում ընդամենը 9-10 ամիս հետո ինքը հեռացվեց իշխանությունից։ Մենք արդեն 7 տարի է
այս պարտված մարդուն, իսկ պատերազմից հետո 5 տարի է այս պարտված մարդուն չեն կարողանում հեռացնել իշխանությունից։ Սա մեր ամոթն ու խայտարակությունն է, բայց դա մեր ժողովրդի դրա հետ մեղք չունի։ Մեր ժողովուրդը ինչ կանի, եթե իր քաղաքական վերնախավը այս մակարդակի եւ մինչեւ հիմա չի կարողացել այդ պարզ էլեմենտար քաղաքագիտական նորմերը հասկանալ։ Անպայման չի, որ մարդիկ գրքեր հասկանալ է, որ գրքեր չեն կարդացել անգլագետներ են, բայց գոնե սեփական բանը էլեմենտար բնազդը պետք է այդ մարդկանց հուշեր, թե ինչ պետք է անեին։ Գոնե հարևան երկրների փորձերը պետք է ուսումնասիրեին, որ հասկանային, որ թե ինչ պետք է անեին, որպեսզի այս իշխանությունը արագ տանեին պատմական աղբանոց։ Սա է իրականությունը։ Այո, միանշանակ ես համոզված եմ, որովհետև տեսեք, ես այդ հարցին sense պատասխանեմ, ուրեմն ուռճացված են այն պատկերացումները, որ արտաքին ուժերը ուղղակիորեն բոլոր խնդիրները լուծում են, դա ուռճացված ձևակերպում է։ Այլ խնդիր է, տեսեք, ընդհանրապես ուռճացված է, ոչ մի դրսի ուժ չի կարող վճռական դեր կատարել։ Այլ խնդիր է, որ քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն այն իրականությունը, որ ստեղծված է Հայաստանի շրջանում։ Եթե դու հաշվի չառնես այդ ամենը, դու չես կարող հասնես հաջողության։ Այստեղ արտաքին տերերի խնդիրի չի, դա սեփական խելքի բացակայության խնդիրն է, որ մենք մինչև հիմա չենք հասկացել, թե ինչպես պետք է անենք։ Ես չեմ ուզում փակագծերը բացեմ, որովհետև եթե փակագծերը բացեմ, շատ թեմաներ կարողանա, բայց ես դրա մասին չեմ ուզում մոտենամ։ Ես կարևոր այն է, որ մենք պետք է հաշվի առնենք այն իրականությունը, որ առաջացել է Հայաստանի շուրջ, հաշվի առնենք այն բալանսը, որ կա արտաքին ուժերի միջև, եւ մենք պետք է այդ ամենը հաշվի առնելով պետք է կարողանանք այնպիսի առաջարկ ներկայացնենք մեր հասարակությանը, որը հասկանալի լինի նաեւ դրսի խաղացողների համար, այդ թվում նաեւ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, ինչու՞ չէ նաեւ մնացած երկրների Եվրոմիության, Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլն եւ այլն։ Եթե մենք մեր առաջարկը անտրամաբանական լինի դրսի միջավայրի համար, մենք չենք կարող հասնել հաջողության։ Սա է խնդիրը։ Մենք չենք հասկանում, թե մենք ինչ լրջագույն վտանգների առաջ ենք կանգնած։ Մեր վտանգների պատկերացումը մեր ժողովուրդը չունի, որովհետև մեր ժողովրդին ոչ մեկ չի բացատրել։ Մենք փաստացի կիսաօկուպացված վիճակի մեջ ենք։ Մենք փաստացի այս ռեժիմը կիսաօկուպացված ռեժիմ է, ոնց որ Վիշի իշխանություններ Ֆրանսիայում։ Սա ոչ մի տարբերություն չկա այդ, սա օկուպացիոն ռեժիմ է, որը փաստացի սեփական պետության ոչնչացման տրամաբանությամբ է զարգանում իրանց կաշին փրկելու պատճառով։ Սա է խնդիրը։ Եվ եթե այսպես ամփոփենք, ինչ զարգացումներ սպասել, արդյոք այն իրողությունները, որ կշտապեն այս իրականության հետ կապված դեռ Ադրբեջանն ու Թուրքիան գործելու, որպեսզի մինչև վերջ քամեն կամ ինչպես դուք եք ասում, իրապես հասցնել են կետի, որ այլևս Հայաստան գոյություն։ Իրենք մինչև վերջ փորձել են օգտագործել այս Փաշինյանի գործոնը մինչև վերջ։ Մինչև վերջ մաքսիմալ քամելու են այս իշխանությունը, մինչև վերջ մաքսիմալ փորձել են կորզել Հայաստանին կտոր անել։ Ես անկեղծ ասեմ, բայց միաժամանակ նաև զգուշացնում եմ, որ եթե Հայաստանում հանգարց իշխանությունը փոխվի առանց ընտրությունների միջոցով, իրենք ուղակի միջամտություն կներխուժեն Հայաստան, իրանք ուղակի չեն թաքցնում։ Թուրքիան եւ Ադրբեջանը դա բացահայտ են ասում։ Ավելին կարող եմ ասեմ, 21 թվականին, երբ որ Հայաստանի զինված ուժերը հայտարարելով հանդես եկավ Փաշինյանի դեմ, առաջին արձագանքեց Թուրքիայի պատման մարմինները, նախագահան, արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, այսինքն կարելի է ասել, որ Թուրքիան ըստ էության մեջ կանգնեց Փաշինյանի իշխանությանը եւ չէր թաքցնում, որ ըստ էության ինքը հովանավորում է Փաշինյանին եւ ինքը բացահայտ ասում է, որ եթե հանգարց Փաշինյանի իշխանությունը փոխվի ոչ լեգիտիմ մակարդակով իրենց պատկերացմամբ, իրենք միանշանակ եւ դա շահավետ է Փաշինյանը, որտեղ շահավետ Փաշինյանն ասում է, գիտեք ինչ հարգելի ժողովուրդ, տեսեք, եթե ես չննեմ, Հայաստանի վրա կհարձակվեն։ Ինչ պետք է անի մեր ընդդիմությունը, ընդդիմության այն հատվածը, որը ես համարում եմ առողջ ընդդիմություն։ Նա պետք է հասկանալով այս ամեն ինչը, պետք է շատ իրատեսական առաջարկ ներկայացնի, որը միաժամանակ թույլ կտա մեր դաշնակիցներին մեզ աջակցել եւ միաժամանակ չեզոքացնի թուրքական եւ ադրբեջանական վտանգը։ Դա շատ իրական, շատ ռեալ վտանգի առաջ է կանգնած։ Այստեղ պոպուլիզմի, նույնիսկ սանտիմետր ավել պոպուլիզմը դա հանցագործություն եմ համարելու ես, որովհետեւ նույնիսկ սանտիմետր անգամ պոպուլիզմը դա
դա ամենսունակություն, դա սրիկայություն կլինի, եթե մենք չկարողանանք այս իրավիճակից կարողանանք այնպիսի այլընտրանքով առաջարկենք, որպեսզի կանգնեցնենք այս եւ չեզոքացնենք այս վտանգը եւ Հայաստանը այս ծանրագույն վիճակից դուրս բերենք։ Իշխանապողությունից հետո, երբ որ արդեն փակագծերը բացենք, մարդիկ շոկի մեջ են հայտնվելու, թե ինչ վիճակ, ինչ ծանր վիճակի մեջ է եղել Հայաստանը եւ ինչ մազից է փրկված եղել Հայաստանը։ Բայց ես համոզված եմ, որ մենք դա անելու ենք, որտեղ դա առողջ տրամաբանությունն է պահանջում։ Նա բնության մեջ կենթանական աշխարհում էլ է դա բնական։ Ամեն մի կենթանի ձգտում է, որ ինքը չմեռնի, կամ այն բաները մյուսները ձգտում են, որ բանը մյուս կենթանում բռնեն ուտեն, որպեսզի իր երեխաները չմեռնեն։ Այսինքն դա տրամաբանական բան է։ Եթե մենք բնական օրենքների հակասող կյանքով ապրենք, մենք որպես ազգ կոչնչանանք։ Եվ դա տրամաբանական կլինի բնության կողմից, բայց դա կլինի մեծագույն խայտարակություն։ Մենք մի հատ տենց խայտարակություն ապրել ենք 100 տարի առաջ։ Մեծ ցեղասպանել են, իսկ ցեղասպանելը շատ դժվար գործ է, ասել, հեշտ գործ չի։ Ցեղասպանել են նաև մեր այն ժամանակվա էլիտայի մի մասի ամենսունակ պահվածքի պատճառով, բայց որի մասին մեր պատմագրությունը դեռ չի արձանագրել։ Ինչի, որովհետև կեղծ մի ձևակերպում կա, որ մեր նախկին բոլոր բացասական կողմերը պետք է փակ պահենք, որ հանկարծ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այս կեղծ պատմաբանների այս պահվածքի պատճառով է, որ մենք մեր իրական պատմությունը չգիտենք, դրա համար մենք ապագայում անընդհատ սխալներ ենք գործում։ Դա մենք այս էջներ պետք է փակենք, այդ կեղծ պատմաբաններին պետք է մենք վռնդենք вообще այս դաշտից, մենք իսկական պատմագրություն պետք է ներկայացնենք, որպեսզի ժողովուրդը իմանա իր նախկին իրական պատմությունը, որպեսզի այդ սխալներից ինքը կարողանա պես ասած օգտվելով կարողանա փոխել եւ ինքը ապագայում սխալներ չանի։ Դա շատ կարեւոր է, որտեղ եթե ժողովուրդը չգիտի իր իրական նախկին պատմությունը, ինքը չի կարող ունենա ապագա։ Դա բոլոր ազգերը անցել են եւ ամոթ բան չկա, որ ասենք այսօր ռուսները կամ անգլոսաքսերը կամ ֆրանսիացիները բացահայտում են իրենց նախկին պատմությունների բացասական կողմերը, որպեսզի կարողանան բացասական կողմերը չեզոքացնել ապագայի համար։ Սա է ամբողջ խնդրեմը եւ ես համոզված եմ եւ մաղթում եմ, որ 26 թվականը մեր մոտ լինի առաջին անգամ վերջապես հաջողության տարի։ Հաջողություն այն իմաստով, որ մենք որպես ազգ վերջապես կարողանանք արդեն ոտքի կանգնենք այդ արժանապատվության այդ նվաստացման փուլը, որ մենք հիմա այս սկսած 20 թվականից մենք ապրում ենք ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ, ամեն ամիս։ Մենք կանգնեցնենք այս այն վտանգները, որ կանգնած են մեր առջև, կանանք կասեցնենք։ Ի վերջո, սա մեծագույն ամոթ ու խայտարակություն կլինի, որ 21-րդ դարում մի ամբողջ ազգ փաստորեն հայտնվի նոր ցեղասպանության առաջ, այսպես որ հայտնվեց 100 տարի առաջ։ Դա արդեն, եթե 100 տարի առաջ մենք պետականություն չունեինք, բոլորը կարեկցում էին մեզ, հիմա ոչ մեկ մեզ չի կարեկցի։ Սա կասեն ամոթ է ժողովրդին, որ ունենալով պետականություն վերեց այս խուլիգան բանդային իշխանության եւ հələ մի բանալ ինչ-որ մի տոկոս կա, որ իր հետ ծիծաղում են, բան են անում, պարում են, բան անում, այդ անգրագետ զանգվածի հետ էլ եւ այդ անգրագետ զանգվածն է պասոն այս ժողովուրդը ներկայացնում, մենք պետք է հասկանանք եւ պետք է մեր մեջ պետք է նաեւ նախ եւ առաջ մաքրենք այդ կեղտը։ Մենք մեր հարևանների, մեր ընկերների, մեր բարեկամների մեջ այդ կեղտը պետք է մաքրենք, որպեսզի ամբողջ պետության մեջ այդ կեղտը մաքրվի, որտեղ ամեն մի ժողովուրդ ունի 10-15% կեղտ, 10-15% նորմալ մարդ եւ այն 70%-ը որ միջին մարդ։ Հիմա բոլոր երկրներում գոնե միջին զանգվածից են գալիս իշխանության։ Այն առողջ տաղանդավոր մասը, նորմալ մարդը, նորմալ զանգված է, միշտ ինչ-որ խնդրեմ, բայց այն կեղտը երբեք չի գալիս իշխանության։ Մենք եզակի վիճակի մեջ ենք, որ կեղտը բերեն ենք իշխանության։ Սա է ամբողջ խնդիրը։ Եվ մենք պետք է կարողանանք քաղաքական կանգ դրսևորենք այդ կեղտից մաքրվենք, որ գոնե կարողանանք գոյատևենք դա։ Մեջապես նույնպես եմ կրկնում, սա մեր արժանապատվության ամոթի խնդիրն է, բացի այդ, որ անվտանգության խնդիր կա, նույնպես եմ կրկնում, եթե 100 տարի առաջ ցեղասպանության պատճառով մեզ բոլորը կարեկցում էին, որտեղ մենք ժամանակ մենք պետականություն չենք ունեցել։ Հիմա մենք պետականության պայմաններում մենք կորցրեցինք մեր երկրորդ պետականությունը, հիմա էլ ճանապարհին կանգնած ենք կորցնել այս պետականությունը։ Բայց դրանից հետո էլ ինչի պետք է չասեն, թե ինչ մակարդակի ժողովուրդ, դա խայտարակ ժողովուրդ կա, մենք խայտարակ ժողովրդի իմիջ կանանք վերցնենք դրանից հետո։ Մենք պետք է կանգնացնենք այս ավիճը։ Ես համոզված եմ, որ մենք ախելք ժողովուրդ չենք։ Իհարկե մենք շատ խելոք ժողովուրդ էլ չենք։ Ես պետք է արձանագրենք, որ խելոք ժողովուրդները երբեք թույլ չէին տա, որ sense վիճակի մեջ հայտնվեին։ Ոչ մի խելոք ժողովուրդ թույլ չէր տա, որ այսպեսի խուլիգանները կարողանային 7 տարի մնային իշխանության մեջ։ Չի լինում տենց բան։ Բայց մենք վերջացած ժողովուրդ էլ չենք, որ կարողանանք հանդուրժենք էսի հավերժորեն։ Մենք պետք է կարողանանք դուրս գանք այս իրավիճակից։
դուրս գանք եւ նորմալ ճանապարհով, նորմալ ժողովրդների ճանապարհի մեջ մեկից դրա համար պետք է որ մեր քաղաքական գործիչները իրանց ամբիցիաները, իրանց էգոցենտրիկ, պարզունակ, գավառական, գեղցի ամբիցիաները մի կողմ թողնեն, իջացնեն եւ կարողանան հասկանան, որ այս երկիրը պետք է միասնական փրկենք։ Սա է ամբողջ խնդիրը։